Լինում է, չի լինում, մի աղքատ ջաղացպան։ Մի պառաված քուր քաղաքին հին փոքրիկ հեռախոսով ապրում էր։ Ուներ մի մոխրոտ բաղաճ ու մի կտոր պանիր։ Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում է պանիր չկա, բայց պանրի տեղում լիցքավորիչ է։ Հետո էլ նորից գնում է ջուրը բաց թողնելու, գալիս է, տեսնում բաղաճի չկա, բայց բաղաճի տեղում ականջակալ։ Նա սկսում է մի քիչ խառնվել, բայց հետո ուրախանում է, որ ունի եւ հեռախոս, եւ լիցքավորիչ, եւ նոր ականջակալ։ Մի օր որոշում է թակարդ դնել, որ տեսնի ով է այդ մեծ, ոչ շատ լավ արարքի հեղինակը։ Թակարդը ընկնում է աղվես։ Ջաղացպանը ուրախանում է, մտածելով հենց սա է իրեն նվերներ ուղարկել։ Ասում է. Ես պետք է քեզ համար մի լավ բան անեմ։ Ես ձեր այդ հարցի շուրջ կմտածեմ, պատասխանում է աղվեսը։ Շատ լավ, ասում է ջաղացպանը։ Աղվեսը գնում է թագավորի երդի աղբանոցում եւ գտնում ջաղացպանին, որ ականջակալներում լսում էր մի գեղեցիկ ու հանգիստ երգ։ Աղվեսը մտածում է, որ ջաղացպանը կարող է լավ փեսա լինել եւ դառնալ թագավորի աղջկա համար։ Նա համացածով որոնում է ինչպես կարելի է աղքատի ներկայացնել որպես հարուստ մարդ։ Նա մտածում է արծած հանդիպում կազմակերպելու մասին։ Թագավորի աղջիկն ու ջաղացպանը մի քանի անգամ համացածով զրուցում են, իսկ աղվեսը հանդիպում է կազմակերպում։ Գնում են հագուստի խանութ, գնում են գեղեցիկ շորեր, կոշիկներ եւ հագցնում նրան։ Հետո ասում է թագավորին, որ ջաղացպանը շատ հարուստ է, ունի դաշտում նախիր, ոչխարներ, ընդարձակ կատեր, անվերջ խոթարքներ եւ շքեղ պարատ, որտեղ նրանք կարող են ապրել նորապսակները եւ քեֆ անել։ Թագավորը հավատում է եւ նրան եւ աղջկան ամուսնացնում է ջաղացպանի հետ։